Դեմ եմ քաղաքացիական շարժումը բարձրաձայնում է մի պարզ, բայց դաժան ճշմարտություն։ ՀՀ բոլոր նախագահները, վարչապետերն ու իշխող խմբերը անկախ իրենց անուններից կամ հայտարարած գաղափարներից վարել են կործանարար քաղաքականություն, խաբելով, լռեցնելով, շահագործելով սեփական ժողովրդին։ Հայաստանը մի քանի տասնամյակ շարունակ կառավարվել է նույն սխեմայով։ Գալիս են նորեր, խոսում են նոր Հայաստան, բայց հինը շարունակում է իշխել ավելի խորացված ձևով։ Ժողովուրդը սպասում է փրկության, իսկ վերևներում ձևավորվում է հերթական կլանը, նույն անարդար խաղի նոր դերակատարներով։ Դեմ եմ քաղաքացիական շարժումը բարձրաձայնում է մի պարզ, բայց դաժան ճշմարտություն։ ՀՀ բոլոր նախագահները, վարչապետները, իշխող խմբերը անկախ իրենց անուններից կամ հայտարարած գաղափարներից վարել են կործանարար քաղաքականություն, խաբելով, լռեցնելով եւ շահագործելով սեփական ժողովրդին։ Հատուկ երկու անգամ այս կետը ես նշեցի։ Սկսենք առաջին նախագահից։ Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, խորհրդային անցյալից նոր պետություն կառուցելու փոխարեն սկսվեց ժողովրդի հարստահարման ժամանակաշրջանը։ Գործարաններ փակվեցին, ժողովուրդը մթության ու սառնամանիքի մեջ ապրեց, իսկ վերնախավը ձևավորում էր նոր ռեսուրսների հաշվին։ Ռոբերտ Քոչարյան, երկրի ղեկավար, պատերազմից հետո, բայց խաղաղություն չբերող Քոչարյանի տարիները նշանավորվեցին օլիգարխիկ համակարգի ինստիտուցիոնալիզմով։ Սպանություններ, ճնշումներ, մարտի 1, խոսքի ազատությունը խեղդվեց, ժողովրդավարության սաղմերը մորթվեցին։ Սերժ Սարգսյան, կայունություն, հորժորժված լճացում, ճիշտ այդ տարիներին սահուն, բայց դաժան ձևով ուժեղացավ կոռուպցիան, հասարակությունը բաժանվեց իշխող եւ լռող մասերի։ Ժողովրդի ձայնը դիտվեց որպես խանգարող ֆակտոր, այս շատ կարևոր է։ Երբ ժողովուրդն ըմբոստացավ, միայն բառերով արձագանք եղավ, իրական բարեփոխում ոչ։ Խոստացան, բայց ոչ մի բան չփոխեցին։ Նիկոլ Փաշինյան, հեղափոխության անունից կործանված հույս ժողովուրդը փողոց իջավ, որովհետև հավատաց, բայց վերափոխման փոխարեն ստացավ անվերահսկելի իշխանություն, որ խոսքի ազատությունը վերածեց ատելության քարոզի, ընդդիմադիրներին թշնամու 44-օրյա պատերազմը ցույց տվեց այս իշխանության իրական դեմքը՝ անպատրաստ, անպատասխանատու, անհայրենիք։ Այսօր Հայաստանում չունենք իշխանություն, որը երբևէ ծառայել է ժողովրդին, չունենք ղեկավար, ով գոնե մեկ օր ապրել է ժողովրդի կյանքով, եւ մեր պահանջը պարզ է, մենք այլևս թույլ չենք տալու, որ այս կեղծ քաղաքական վերնախավերը շարունակեն իշխել մեր անունից։ Ժողովուրդը ոչ մի ղեկավարի սեփականությունը չէ, եւ այդ ճշմարտությունը մենք մտցրել ենք հենց իրենց աչքը որպես սուր, որը բացում է կույր իշխանության տեսողությունը։ Մենք դեմ ենք քաղաքացիական շարժումը, դեմ է բոլոր ղեկավարներին, որոնք իշխել են հանուն իրենց, ոչ թե հանուն ժողովրդի, դեմ են ամեն սերնդափոխության անվան տակ թաքնված ստի, դեմ են պատերազմից խաղաղություն չտանող քաղաքականությանը, դեմ են վախի, լռության ու ստրկացման Հայաստանին։ Բայց մենք նաև կողմ ենք, այս շատ կարևոր է, որովհետև դեմենքին միշտ հարցնում են, բա որ դուք դեմ եք, ինչին եք կողմ։ Մենք կողմ ենք նոր սերնդի քաղաքականությանը, ստեղծված ներքևից, ոչ վերևից, այսինքն ժողովրդից պետքա ստեղծվի քաղաքականությունը, ոչ թե վերևից պետքա ժողովրդին պարտադրվի։ Իրական ժողովրդավարության, ոչ բեմականացված ընտրությունների։ Այսինքն, այն ինչ որ մենք հիմա փորձում ենք ցույց տալ, փորձում ենք ձեզ բացատրել, որ քաղ հասարակությունը պետքա գրագետ մոտենա, պատասխանատու մոտենա իշխանություն ձևավորելուն, գրագետ մոտենա քաղաքական ուժ ձևավորելուն։ Եվ
քաղաքական պահանջ ու պատվեր իջեցնի քաղաքական ուժերին։ Նոր քաղաքական ճարտարապետության առանց նախկինների ստվերի։ Այս ամենակարևոր մասն է։ Այն ինչ մենք ունեցել ենք քաղաքական, այն ինչ մեր երկրում եղել է քաղաքական, դա քաղաքականություն չի եղել։ Դա կլանային տրամադրվածության խմբակների իշխանության հասնելու տենչանքի, մոլուցքի արդյունքում տեղի ունեցած երևույթներ են եղել։ Այսինքն, ինչ որ խումբ ձգտել է գա պետության կառավարման ղեկին, որպեսզի ունենա ազատ մուտք պետության միջոցներին, հարկատուների վճարած հարկերից գոյացած բյուջեին եւ իր հայեցողությամբ այդ բյուջեն տիրապետելուն։ Ասեմ ձեզ, ժողովուրդ ջան, թող որևէ մեկը չասի, որ այսօր այդպես չէ։ Փաստերը շատ են, շատ են փաստերը, անգամ այն աշխատանքները, որոնք որ պետության կողմից ներկայացվում են որպես նոր աշխատանք, որպես գեղեցիկ աշխատանք, կատարված աշխատանք, բազմիցս արձանագրվել են դրանց վատ որակը։ Եվ դա ինչ է, եթե ոչ կոռուպցիա, դա ինչ է, եթե ոչ թալան։ Հիմա ժողովրդի ձայնը արթնացել է, եւ երբ ժողովուրդը խոսում է, ոչ մի ղեկավար այլևս չի կարող լռեցնել այդ ձայնը։ Այո, այսուհետ որևէ իշխանություն, որևէ ուժ, որը կհասնի պետության կառավարման ղեկին, չի կարող ժողովրդին լռեցնել։ Ու սա կարծում եմ ամենակարևորն է, որ մենք պետք է հասկանանք, որ մեզ այլևս լռեցնել հնարավոր չի։ Անգամ տանկերով, անգամ բռնաճնշումներով։ Եվ բոլորը այն հարցը, որ տվեցի, կա որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ, որը անկեղծ գալիս է իշխանության երկիրը զարգացնելու, երկիրը առաջ տանելու համար։ Ժողովուրդ ջան, կներեք, տարբեր քաղաքական ուժերի մեջ հնարավոր է լինեն շատ անկեղծ, շատ մաքուր մարդիկ։ Այսինքն ես չեմ կարող հիմա ինչ-որ մասնավոր անձանց մնացածի հետ պիտակավորեմ, բայց պետությունը նամանավանդ մեր ընտրած տարբերակում, ժողովրդավարական տարբերակում, կառավարվում է խմբի կողմից, ոչ թե մի հոգու կողմից։ Այնպես որ մենք պետք է այս մեր ուժը, մեր գիտելիքները, մեր ժողովրդի հետ աշխատենք, մենք մեր ժողովրդի ուժը պետք է իրեն ցույց տանք։ Մենք սրա համար ենք հիմա ամեն ինչ անում։ Մենք այս ուղղությամբ ենք աշխատում եւ դեմ եմ քաղաքացիական շարժումը, դուք տեսաք ինչին է դեմ։ Եվ դուք տեսաք, որ նաեւ կողմ է։ Եվ մենք դեմ լինելով մենք մեր կողմ եղած կետերի համար պայքար ենք տանում։ Դեմ եմ քաղաքացիական շարժման նպատակը հենց որտեղ չկա քաղաքական ուղղվածություն, չկա քաղաքական որևէ գաղափարախոսություն, կա քաղաքացի, կա պետություն, կա քաղաքացու շահ, կա պետության շահ։ Պետության շահը պահանջում է որևէ մեկի հետ որևէ հարաբերություն ստեղծել,
այլ պետությանի նկատի ունեմ։ Եվ այդ շահը այդ պահին պահանջում է հարաբերությունները լավացնել, պետք է լավացնել։ Հաջորդ պահին այդ շահը չի համապատասխանում մեր պետության շահի հետ, բնականաբար մենք արդեն այդ ճանապարհով ենք գնում։ Դա նորմալ երևույթ է, ես կարծում եմ, եւ պետք չի միանշանակ ասել այ ես ռուսամետ եմ, ես Եվրոպամետ եմ, ես Ամերիկամետ եմ, ես հիմա սկսեմ ասել էլի Նիկոլական եմ, ես Քոչարյանական եմ, ես չգիտեմ ինչական եմ, մի խոսքով ժողովուրդ ջան։ Մենք պետք է մի բան հասկանանք։ Մենք բոլորս հայ ենք, Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուզում է ապրել, արժանապատիվ ապրել, ունի անձնական շահ, ունի հանրային շահ եւ առաջնահերթ այդ շահն է կարևոր։ Պատմությունը դասեր քաղելու համար է, բայց պատմությունով ապագա չեն կառուցում։ Դրա համար, եթե մենք պատմությունով փորձենք ապագա կառուցել, մենք ժողովրդավարության հետևից չենք գնա։ Ես ուզում եմ, որ մենք ամենակարևորը լինենք հայամետ։ Մնացածը արդեն դրանք ուղղակի այդ պահին հարմար է, այդ ճանապարհով ենք գնում, որովհետև բոլոր մնացածը ում հետ որ մենք պետք է լինենք կամ դաշնակից կամ թշնամի երբևէ, այդ նույն պետություններն էլ են նույն ձևով առաջնորդվում։ Դրա համար, ժողովուրդ ջան, մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով։